Վատիկանում դրված աթոռի ճիշտ նմանությամբ Երևանում պատրաստվել եւ Գյումրի է բերվել Ֆրանցիսկոս Սրբազան քահանայապետի աթոռը։ Հունիսի 25-ի պատարագի ժամանակ Հռոմի Պապն այս աթոռին է նստելու։ Վերևի խորտանիշը իր կերպն է, բավական կերպն է, որ մշտապես կա, որպես իր յուրաքանչյուր իշխանավոր կամ բարձրաստիճան եկեղեցական միշտ ունի իր գերբը եւ իր աթոռների վրա միշտ այդ գերբը ուրեմն տեղադրվում է։ Այս սպիտակ աթոռները վեհափառ հայրապետի, երկու կարդինալների եւ բարձրաստիճան եպիսկոպոսների համար են։ Նորին սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան քահանայապետի աթոռի գույնը ոչինչ չի խորհրդանշում։ Պարզապես Սրբազան քահանայապետի ընտրությունն է։ Հռոմի Պապ նորին սրբություն Հովհաննես Պողոս II-ի աթոռն օրինակ ոչ թե կարմիր, այլ սպիտակ էր։ Կարող եք տեսնել նշանը քահանայապետական։ Ոսկեզօծ սկիհը միայն հատուկ առիթների դեպքում է հանվում պահարանից։ Այն Ֆրանցիսկոս Սրբազան քահանայապետի նվերն է սրբոց նահատակածին։ Սկիհը Մայր տաճարի օծման օրը փոխանցեց կարդինալ Լեոնարդո Սանդրին։ Հունիսի 25-ի պատարագը հավանաբար Հռոմի Սրբազան քահանայապետը հենց այս սկիհով կմատուցի։ Այն ամբողջությամբ քանդակներով է պատված։ Այստեղ կան շատ գեղեցիկ ավետարանական պատկերներ, ինչպես օրինակ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը վերջին ընթրիքի ժամանակ, երբ որ Քրիստոս հաստատեց Սուրբ Հաղորդության ուրեմն խորհուրդը խոսքերով, այն խոսքերով, ինչ որ մենք այսօր պատարագի ժամանակ ասում ենք քահանան։ Վարդանանց հրապարակում մատուցվելիք պատարագից հետո Հռոմի Պապն այցելելու է Հայ կաթողիկե եկեղեցու Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիր, որտեղ կճաշի ու կհանգստանա իր համար պատրաստված սենյակում։ Կրթահամալիրը Սրբազան քահանայապետին 2 անտուն որբերի բրոնզե արձան կնվիրի։ Կատարում են զոդման աշխատանք, վերևի այս հատվածը զոդելով տգի սուզորի նախշին։ Այդ աշխատանքի միջոցով երկու դետալները միանում են իրար։ Գյումրի կատարած այցի մասին Ֆրանցիսկոս Սրբազանին այս մուշուրբանկը հիշեցնի։ Կլկլան բաժակի վրա արված նախշերը 120 տարվա պատմություն ունեն։ Մուշուրբա պատրաստելու գործիքները վարպետը Գյումրիում կոշկ ունեց Մարտին անունով հայտնի պապից է ժառանգել։ Բաժակի վրա կամոդարապես 50 կդոր։ Մանր կդորներով, հատ այս ամեն ինչը հավաքվել է եւ վերջնական մշակումից հետո ստանում է տեսք։ Արծաթե բաժակը 3 շաբաթում է պատրաստվել, վարպետն ու ոսկերիչը միլիմետրի ճշգրտությամբ են աշխատել։ Ցոլա Կոշտոյանը հպարտանում է թոռներին պատմելու բանկ ունենա։ Հռոմի Պապի բաժակը հենց ինքն է պատրաստել։ Խմելու ժամանակ այդ կալգլոցը արդեն գալիս է։ Իսկ արձատի բաժակի մեջ պահվող ջուրը նույնիսկ առողջարար է։ Այսինքն եթե պապը ավելի առողջ է, միգուցե ավելի առողջ կլինի։ Հռոմի Սրբազան քահանայապետը Գյումրիում կաղոթի նաև Սուրբ Աստվածածին եկեղեցում եւ Սրբոց նահատակած Հայ կաթողիկե Մայր տաճարում։ Նազելի Էլբակյան, Խաչատուր Գևորգյան, ժամը լրատվական։